ջերմ խորհրդարան վաղուց չէինք տեսել։ Մեծամասնությունն են եկած, որ ամեն մի պատգամը ասում ամբողջ ժողովրդին, հասկանում ես։ Ոչ մեկ չպետք է այչի, պետք է լինի մենակ Նիկոլ Փաշինյան։ Ալենը ուզելա Բրիտանիայում դեսպանի պաշտոնը։ Կոստյում շլվարը գցում են վրենեքը, ուզում են հարմար միտեղ սղացվեն։ Երկու հնգեր չունեք, կարա ասենք խոսում եք հազարավոր ձայն է ստացած մարդկանց մասին։ Այդ ձայները, որ դուք հավաքել եք, Նիկոլ Փաշինյանին են։ Ձերը չեն։ Դե ես իրանց որևէ մեկին ասեմ ոտնատակ կտամ, գրազեմ գալի քերեական գործը հետևից կգա։ Իրան խնդրում եմ վատ բան չասեք։ Ամեն ինչ անում են պրովոկացնեն, որ մի հատ բան սարքեն գլխներից բռնեն։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Մոռաց հարասես հրաշալի աշխատանք։ Հրաշալի աշխատանքը, իսկապես հրաշալի, որովհետև սա ջերմ խորհրդարան վաղուց չէինք տեսել։ Եթե համեմատենք 21 թվականի խորհրդարանի հետ, 21 թվին կատաղած ատամները սրած իր վրա ֆշշնելով եկել էին, դա գիտենք ինչով ավարտեց։ Խորհրդարանը զարմանալիորեն շատ ջերմ է, իրար պարոնով են դիմում։ Չէ, ինչ որ արդեն իրար հորթ բան եղավ։ Դա պետք է լիներ, բայց համեմատաբար ավելի ջերմ խորհրդարան է, ինչը պատճառ չի։ Անկամ եթե ինչ որ մեկին ասում ես հորթ բան է, տենց ինչ որ պետք է։ Լավ, թող բարեկիրթ լինեն, ես դեմ չեմ, այդ զրվելի ատելության մթնոլորտը ինձ էլ դուր չի գալիս, բայց ինչևից էստեղ այդքան էլ էական չի, ջերմ են, սառն են, կատաղած են, հերսոտած են, ինչ են, կարևորը բովանդակությունն է, բովանդակություն, որը իմ կարծիքով չկա եւ ամենածանրը չի լինելու, ես տենց եմ մտածում։ Նախորդ երկու էպիզոդներին քննարկել էինք ընդդիմադիր երկու խմբակցություններին, Հայաստան Դաշինքին եւ Ուժեղ Հայաստանին, նաեւ բավականին հաճախ հիշել ենք այն խմբակցությանը, որը պետք է լիներ, բայց չկա, որի ձայները գողացել են, այդ թվում նաև ընդդիմադիրները, այո, թող իրենց կամքից անկախ, բայց հիմա փաստերն է։ Կարային ասեն ինչ ենք վերցնում այդ մի մանդատ օրինակ։ Այսօր առաջարկում եմ կամ որոշել ենք նախապես քննարկել ԿՊ-ի ցուցակը։ Հասկանալ ԿՊ-ում ով կա, այնտեղ ինչ որ տես ակտիվ, խլվլացող ագրեսիվ դեմքեր են նշмарվում եւ նշмарվում էին, կան նաեւ նորերը եւ ԿՊ-ի համատեքստում նաեւ հասկանանք ինչ կա չկա խորհրդարանում եւ ընդհանրապես ինչ են ասում, ինչ են անում, դե խորհրդարանն էլ ինչ որ իրականությունից կտրված բան չի, ինչ որ հիմնարկ չի, մասնավոր որտեղ ինտրիգներ են հյուսվում։ Ըստ էության խորհրդարանը այն կառույցն է, որը որոշում է մեր երկրի, մեր ժողովրդի ապագան, ճակատագիրը։ Այո։ Ինչևէ գնանք առաջ, բայց ընդհանուր մատ եզրակացություն եմ ուզում անել, ընդհանուրից գանք, մասնավորի ես անգամ։ Ինչպես մեր պատմության գրեթե ամբողջ ընթացքում կամ գոնե վերջին 25 տարիներին նախ ասենք որ քաղաքական համակարգը մնում է չկայացած, ինչի համար, որովհետև այն մարդկանց կույտը որ կա, շարունակում է մարդկանց կույտ մնալ, որովհետև դրանք ինքնաբավ, ինքնուրույն քաղաքական գործիչներ չեն, ինչպես ընդդիմության մեջ, այնպես էլ իշխանության։ Մարդիկ են, որոնք արկախված են ինչ-որ խոշոր քաղաքական ֆիգուրից, նրա կերպարից, նրա անձի պաշտամունքից կամ խոշոր կապիտալից։ Այդպես եղել է նախկինում, եթե բացառության կարգով վերցնենք Գերագույն խորհուրդը, որը մի փոքր ուրիշ էր, ավելի ինտելեկտուալ, ավելի մի քիչ ուրիշ մակարդակ է, Գերագույն խորհուրդը թողենք այն կողմ։ Բայց Գերագույն խորհրդից հետո արդեն բոլոր խորհրդարանները այսպես են եղել, այս խորհրդարանը առավել եւս։ Հիմա եթե նայենք հիմա անդիմադիր խմբակցություններում ներգրաված մարդիկ ովքեր են, ինչ որ վառ անհատականություններ մենք չենք տեսնում։ Հայաստան Դաշինքի մարդիկ արկախված են Քոչարյանի կերպարից, երկրորդ նախագահի։ Ուժեղ Հայաստանում ներգրաված մարդիկ արկախված են Սամվել Կարապետյանի խոշոր կապիտալից կամ Սամվել Կարապետյանի կերպարից։ Ավելի վատ է իրավիճակը իշխանության մեջ, որովհետև կա Նիկոլ Փաշինյան, հանուն արդարության սիրենք թե չսիրենք, որոշակի ճանապարհ անցած, լրագրողական, ակտիվիստական ճանապարհ անցած գործիչա կերպարը, որից հետո նրա թիմում դատարկություն է։
Նայա ու նա, Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանից հետո, ասենք անդունդա մի 10 տեղ, հետո նոր գալիս են մյուսները, այսինքն վառ ինքնուրույն գործիչներ չկան։ Ինչից է գանք ԿՊ ցուցակին։ Ես եմ մի բան ասեմ խորհրդանի նիստերին հետևելու արդյունքում, եկել եմ եզրահանգման, որ օրինակ ամբողջ աշխարհում խորհրդանները ներկայացնում են ժողովրդին, չէ՞, տարբեր շերտերի։ Երբ որ նայում եմ այս խորհրդանը, ես տպավորություն եմ ստանում, որ այս խորհրդանը ներկայացնում են խորհրդանի ներսի մարդիկ իրենց։ Ինչի որտեվ ինչ որ խոսում են, եթե դու այնտեղ չես, ասենք ժողովրդի որևէ հատված այնտեղ նստած չի, չէ՞, այդ քննարկումները մարդկանց հետ մասին չի։ Այսինքն իրենք քննարկում են իրենց, օրինակ չգիտեմ, քննարկում են Կոնջորյան Հայկի կնոջը, Գրիգորյան Աննայի ամուսնուն, Գրիգորյան Աննայի ամուսնու Range Rover-ը, Գրիգորյան Աննան քննարկում է, չգիտեմ, քերուն, Գարիկի քերուն, որը այդ բանի նոր կյանքի գյուղապետ էր, որ ընտրվել հիմա վեդի խոշորացված համայնքից որ եկել է։ Ու այնտեղ բանը Ռուբեն Ռուբինյանն ասում է ես 18 տարեկանից չէ լրացել հորս եկան տարան 3 ամիս KGB-ի բանդ Ռոբերտ Քոչարյանի օրոք Լևոն Քոչարյանն ասում Լևոն Քոչարյանն ասում բայց քուհերն է փոխոսնակի դասում որ հենց փոխոսնակից քուհերը վարչապետներ բան ու սենց հասկանում ես կարպիս ինչ որ նախկին քաղաքական էլիտայի երեխեքը մեծացել են եկել են պարլամենտ ու հիմա իրար դեմ բաներ են դնում ոչ որ հորս բան արեք դու հերս բան դրա հերը բան հիմա հաջորդ պարլամենտում իրանց երեխեքը պիտի լինեն ինձ թվում է էլի հաջորդ պարլամենտում Ռուբինյանի տղեն Քոչարյան Լևոնի թորը տղեն ու մեր իրանք են իրար ինչ որ բաներ տենց ասելու բա իմ հորը դատում է կարող պապիս խիբրնիկ արդեն դե Քոչյանը պապն ալնելու չէ նա ասենք քի սենց արիկ դե պետք է ասեն ինչ որ արդեն Նիկոլան իշխանություն չեն ունենա չէ ինչ որ մարդկանց երեխեք ովքեր հիմա բանտերը են չէ կասեն որ նախ անպայման պարլամենտը են լինելու սովորական մարդիկ չեն լինելու պարլամենտը մերի այդ ցաղ այդ մարդկանց երեխեքն են լինելու ու արդեն նրանք են նրանց ռուսերեն ասած ուպրիկատ անելու ասենք Նիկոլի թորը օպոզիցիոն падգամավոր ալնելու այդ ժամանակ ընդեղից լինելու է, ասենք, իշխանություն եկած, ասենք, չգիտեմ, Քոչարյանի թորը, չէ, ու ասելու է, խիեիք պապիս բռնեմ, հորը դվաղթ, չէ, պապի դվաղթ, պապիս բռնել են, հեր չկա արդեն, Սավինը պապ էր, այսինքն, ինչ եմ ուզում ասեմ, ընդհանուր առմամբ, այս ամբողջ քննարկումը իրանց մասին է, իրանց գործերի մասին են խոսում, բոլոր քննարկումները իրանց գործերի մասին է, որ ուշադի լսես, ասենք Լևոն Քոչարյանն ասում է իմ քրեական գործը, բանի քրեական գործով անհանգիստ, դա ինձ է խոսում։ Դավիթ Ղազինյանը հեծից խոսած այնտեղ Մամիկոնը իր քրեական գործից է խոսալու։ Բան, այսինքն հասկանում ես, հայ ժողովրդի դարդերը, ասենք, չկա այնտեղ ոչ մի բան Ունդեր նրանք էլ իշխանություններն էլ ասում են, բա մարտի 1-ի ժամանակ քնած մարդկանց առավոտը 6-ին, դա ճիշտ են ասում, քնած մարդկանց առավոտը 6-ին դուբինգ եկով ծեծում էին, ինչ որ տես Լևոն Քոչարյանն արդարացնում էր, ասում էր, բա, այսինքն, արձանագրումս են, որ այս պարլամենտը ներկայացնում է ինքը իրան։ Դասական քաղաքականության իմաստով պարմարական խորհրդանում ներգրաված մարդիկ ովքեր են, այսինքն իրենք ներկայացուցիչներ են որոշակի սոցիալական հասարակական շերտերի։ Հա, հիմա այս իրանք ներկայացնեն իրենց ընտանիքները։ Համ բանվորների, համ կառույցների, փոքր բիզնեսի, արտահանողների, բանվորների ներկայացուցիչ չկաս մեկին ասես որ օրինակ մարդ գիտեմ որ կարա ասենք չգիտեմ կրազի շոֆերների ներկայացուցիչ լինի։ Հայաստանի արտահանողները կռախ են մատնվում, ով է իրենց իրավունքները պաշտպանում խորհրդը։ Ոչ մեկ, դե մի արտահանողներն է, ձգան խնդրեմ կա, չէ՞, ձուգը արտահանելու, չէ՞։ Ասենք եթե դուրն էիր վարչապետը, պիտի ձև գտնեիր ձուգը որտե արտահանես, որտե մտցնես, բայց Նիկոլը խնդիրներ այ այսենց ալուզը, մարակ։ Ես չեմ ուտում ձուկ։ Կանեց ասա, խնդրեմ կա այդ ձգան հետ ու ես չեմ ուտել։ Հիմա վաղ որ ձուգը բացվի էլ, չէ՞, արտահանումը։ Ով առնելու այդ ձուգը թե Հայաստանի ղեկավարն ասա այդ ձուգը վատնա։ Ես մատ համեմատում Յուղամրից դուրս գալի բանի չէր ասում, չէ՞։ Երեք Հայաստանի խորհրդանի եւ բրիտանական պարլամենտի տարբերությունը որն է, իհարկե էլի դու բրիտանական պարլամենտ ես բերել։ Որ եվրոցենտրիստ ինչ որ մատ քաղքինի հայը մտածում է, որ այնտեղ ինչ որ գեր մարդիկ են, գեր ինտելեկտուալ, այո, մերոնք բոլորը ոչնչություն են։ Բայց չէ, ընդեղ են ոչնչությունները։ Չէ, տենց չի։ Մեր մոտ էլ են նորմալ մարդիկ, ընդեղ էլ են նորմալ մարդիկ։ Եվ եվրոպացի մարդը ինտելեկտով, մտքով ավելի լավը չի քան հայ մարդը, բայց տարբերությունը որն է։ Պարլամենտում, բրիտանական պարլամենտում նստած մարդը գիտի ինչ է անդր նստած։
Կարպիջան բրիտանական պարլամենտի մարդը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով։ Դա ինքը նիկտո է, ինքը ձև չկա այդտեղ ընտրվի։ Ձև անհնարավոր ինքը կա։ Ինքը բայց գիտի կոնկրետ տարածքից ընտրվել է այդ մարդը։ Ինքը գիտի ինչի համար է այնտեղ, Ու նաև գիտի այդ կառույցը ինչի համար է, ինչ ֆունկցիա է անում, ինչ հարցեր է լուծում։ Սրանք ոչ մեկ, ոչ իշխանականները, ոչ ընդդիմադիրները չգիտեն ինչի են այնտեղ։ Դասավ падգամավորներին լրագրողներ ասում են, ինչա ձեր անունը, դուք падգամավոր եք, ուրիշ падգամավոր ավելի փորձառու ԿՊ-ից ասեցին, չեք ճնշում նոր падգամավորներին։ Այդ падգամավորը չէր ասում իր անունը։ Ոնց մարդ ընտրվել է падգամավոր, ըստ համայնության ներկայացում է Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդին։ Մեր համայնությունն է ասած, որ ամեն մի падգամավոր ասում է ամբողջ ժողովրդին, հասկանում ես։ Ամոթը։ Ոնց ասում չեմ ասում իմ անունը։ Խոսենք դրա մասին, ախպեր անունը 10 անգիր։ Անունը 10, եղբայր, քույր։ Լավ, հիմա ԿՊ-ից նայ ցուցակը հանել ենք, բայց հիմա ինչ անենք։ Ես օրինակ կամ տասնյակ կարդամ, դե ընդհանրությունը sense ում որ ճանաչում ենք, պետքա որ տենց առաջի 10 հոգու մեջ լինի, ճիշտ է։ Դե մնացածներին դե չենք ճանաչում, ու հետ է էսիմ։ Հիմա այդ տրամանությամբ գնանք Ռուբեն Կարապետի, Ալեքսանյան Վահագն Հովիկի, Ղազարյան Ալխաս Աղաբեկի, Հարությունյան Արայիկ Էդուարդի, Կոնջոյան Հայկ Արսենի, Ջուլակյան Արուսյակ Թոմասի, Հակոբյան Հասմիկ Արմենի, ես էլի մենք ենք մեր սարերի ցուցակ կարդալու հիշեցի։ Լավ։ Ումից սկսենք։ Ես հիմա ասեմ։ Օրինակ, բերի մի հատ Ալենին քննարկենք, տես Ալենը ստեղ չկա։ Ալենի մասին Ալենը նայ, ազգի նախագահ էր, մի րոպե։ Կար չէ Նիկոլա Ալենին ասեր Ալեն ջան։ Քեզ էլ չենք ընտրելու, եղբայր։ Մի առաջադրվի, հետո քեզ կասենք ինչ կանես, բայց մարդուն ասում են, process է սա, գործընթաց է եղբայր, բան, Ալենը առաջադրվում է ու փակ գախնի քվեարկությամբ ոնց որ 20 ձայնա հավաք է։ 5 ձայնա հավաք է 20 հոգու մեջ։ Ու դե Ալենն էլ դեմարշ արեց, մանդատը վայր դնելով։ Իրական դա դեմարշ է։ Ասենք դա Նիկոլի դեմ դեմարշ է։ Բայց ինչևից է։ Մի Ալենը ինքը իր դեմարշը, ինքը իր մանդատը եւ այլն եւ այլն։ Ինչ կա Ալենից։ Ինչ ասում Ալենը։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր կադրային վերադասավորումներ է իրականացնում, թույլ չտալով, որ ինչ-որ մեկը թրփոշանա, ինչ-որ մեկը աճի եւ ինչ-որ մեկը ինչ-որ տարօրինակ հայտեր ներկայացնի եւ Դրանք Ալենը ինչ հայտ է ներկայացնում։ Հիմա ասեմ, դե հիմա որոշակի հնաբնակ է ԿՊ-ում։ ԿՊ-ում դե ոնց է աշխատանքը կազմակերպվում կան թայֆաներ, Արայիկ իր թայֆան ունի, Արատի իր թայֆեն, Ալենը իր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հստակ ազդակ էր ողում, ասում էր կարաս գաս հետս նստես կուկուռուզ ուտես, պերաշկի ուտես, կարտոֆիլ, բայց մի ճտոցով քեզ կդարձնեմ 0։ Ինչա արեց Ալենի հետ։ Այսինքն կարանք են մոխրոտիկի մեջ են կարգը ոսկեզոծ որ դառնում է դթում։ Գիշեր ժամը 12-ին։ Մոտավորապես այդ Նիկոլ Փաշինյանը պատկերացրած չեն քաղաքակիրթ երկրներում տենց սահմանափակումներ մտցնում պաշտոնավարման, արդեն բավականին երկար ժամանակ պաշտոնավարել է եւ կարա ինչ որ դավադիր հոգեբանական իրավիճակներում հայտնվի մտածելով, անդադ վախենալով հեղաշրջումների սպառնալիքից, դավադրությունների սպառնալիքից կարա Ալենը դիղաշրջում անել ավելի։ Չէ, չեմ ասում Ալենը անի, բայց կարա մտքով անցնի ու թույլ չտա, որ ինչ որ մեկը աճի։ Ոչ մեկ չպետք է աճի, պետք է լինի մենակ Նիկոլ Փաշինյան։ Այսինքն համարենք, որ օրինակ Նիկոլից հետո Կարալեն, հիմա վակուում է, ինքն ինձ այց որ վակուում լինի, այսինքն Ռուբեն Ռուբինյան այդքան Ռուբեն Ռուբինյանը էլ փոքր է դրամաչափով, շատ փոքր է եւ դա կմեծանա դրամաչափը։ Դա կմեծանա, հետո իրան էլ կնստեսնի կողքը պերաշկի ուտասնել կտա, կուկուռուզ ուտասնել կտա, դուրս կշպրտի։ Հետո Ալենը դա վիճարկելի կերպար է։ Կուկուռուզն պերաշկի։ Հա, Ալենը դե քանի որ ավտոբուսի մեջ ուրախ ավտոբուսում Ալենը կողքն է նստում։ Միշտ կողքն էր, բոլորը մտածեն որ վերջ Ալենը։ Նիկոլի կողքը նստելու պերաշկի ուտելու։ Ալենի դեմ խաղ չի լինելու։ Ենթադրում է կարգավիճակ, չէ՞, բայց ինքը ասաց կարգավիճակ չկա, давай։ Բայց սա մի հատ ուրիշ բան կա, դե Ալենը վիճարկելի կերպար էր ամեն, պարոն Մարուկյան, դե մարդու վրա էր թքել։ Հետո ինքը շատ Բայց Նիկոլ Փաշինյանը պաշտպանել էր։ Ստիպված էր պաշտպանել, բայց Ալեն Սիմոնյանը խավության նոխազ էր ու շատ հեշտ թիրախ էր։ Օրինակ այդ երեսպաշտ իբր թե ընդդիմադիր քաղաքասարակության ներկայացուցիչների համար։ Այսինքն իրանք դրան թիրախավորում են։ Որոնք մի կողմից լրիվ արժեքային, աշխարհայացքային նիկոլական գծի մեջ են, Ղարաբաղը մերը չէ, Ռուսը մեր թշնամին է, եկեղեցին պետքա բան անել, ռեֆորմների ենթարկել, բայց այդ երբ ուզում են ցույց տան, որ իրանք ընդդիմադիր են, սկսում են թիրախավորեն կամ Ալենին կամ Ավինյանին, ամենահեշտ թիրախը։ Երբ որ հիմա Դանիել Իոնիսյանին ասում ես ախպեր,
Դու իշխանության ռոպագանդիստն ես, ասում եմ ո՞նց եմ իշխանության ռոպագանդիստը, լո տես Ալենին ո՞նց եմ քննադատել։ Բայց ամենաառանցքային հարցերում իշխանության ռոպագանդիստն է։ Մի վերջ, Ալենը չկա։ Էշ թիրախ։ Ալենը որ չկա, մյուս մարդը, որ էլի նույն ճանապարհով գնաց մոտավորապես մյուս դա Մխիթարն է Հայրապետյան։ Այ Մխիթար Հայրապետյան ԲՏԱ նախարարն էր, պետք է մնար նախարար, մեկ էլ ասում են դու նախարար չես լինելու ու Մխիթարը մանդատը վայրա դնում։ Այսինքն ԿՊ-ի տամանության մեջ Մխիթարն էլ է դեմարշ արել։ Մենակ Արայիկ Արությունյան դեմարշ չի արել։ Իրեն ասում են դու չես լինելու աշխատակազմի ղեկավար, ինքը ասում է լավ падգամավորն եմ, ես ձեր падգամավորն եմ, քո падգամավորը, ժողովրդի падգամավորը, տենց։ Շատ ուրախ բան։ Մխիթարի բaragայում ոչինչ չեմ կարող ասել, բայց ինձ թվում է նեն չի որ Ալենը կամ Մխիթարը կամ մյուսները ինչ որ կորելու են կամ չգիտեմ ինչ են անում, ոնց էլ չլինի Նիկոլ Փաշինյանը իրենց ծառայությունների կարիքը դեռ կզգա։ Այսինքն իրանց դեռ կներգրավեն պետական կառավարման մեջ։ Իրանց կներգրավեն։ Ինչած թերթը գրել որ Ալենը ուզել է Բրիտանիայում դեսպանի պաշտոնը։ Դա Բրիտանիային շատ են հիշում։ Բրիտանիայի դեսպանի պաշտոնն է ուզել, բայց ինչ որ չգիտեմ։ Չեն տվել թե կտան։ Չեմ կարող ասել։ Գնացինք առաջ։ Ալեքսանյան Վահագն, Ռուբենի ինչ քննարկեցինք։ Ռուբենյան։ Ռուբենյան։ Ասա։ Ասա, հա։ Դու ասա, հետո ես։ Գիտեք, այս ցանկում հնաբնակները եթե հաշվի առնենք, սրանցից բոլորից անցյալում ամենադրական կերպարը եղել է Ռուբինյանը։ Օրինակ, եթե անցյալում նայենք 10-ական թվականներին վերցնենք ԿՊ-ին կամ 3 դաշինքը, ես Ռուբեն Ռուբինյանի որպես adekvat մարդ էի համարում։ Ի համեմատություն նույն Արայիկ Հարությունյանի, մյուսի, բայց կյանքի փորձը ցույց տվեց, որ ժամանակը կամ իշխանությունը այդ գայթակղությունները ոչ մեկին չեն խնայում եւ նա էլ այլասերվեց։ Մենակ ինչով այլասերվա Ռուբինյանը, հարի մի հատ ֆիքսացնում։ Իր այլանդակ վարքագծով, իր այլանդակ խոսույթով, ամեն կեղտոտ ծառայություն մատուցելու պատրաստակամությամբ ինչ է նշանակում հելնել կոնկրետ մի օրինակ բերեմ, օրինակ հասակավոր հանրապետության առաջին նախագահին տենց համարյա հայոյել։ Մանավանդ այն դեպքում որ հայրը ճանապարհ անց է, չէ՞, առաջին նախագահը։ Դա այլանդակություն է, ես մի այդ փոքրիկ դրվագն է, այդ մանիպուլատոր, ստախոս ու դարձել էր այս վերջերս վերջին 2 տարին երևի այդ իշխանության այդ ստի տարածման այդ գլխավոր գեներատորներից մեկը այդ թվում նաև եկեղեցու դեմ արշավի համատեքստում, այսինքն իշխանը պետքա տենց անել, որ արժանախագահ լիակատար այլասերման այն ենթարկվել, իհարկե տենց է պետք անել, որպեսզի քո ծառայությունները գնահատվեն։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմում մարդկանց նրա համար չեն գնահատում, որ շինեմ տավանդավոր է, քաղաքական միտք ունի, մարդկանց գնահատում են այդ մեդիա կիլերի ծառայությունների համար։ Մեդիա կիլեր պետք է լինես։ Որտեվ իրանց պետք չի ինչ-որ ֆունկցիոնալ մեկը, որ հարց լուծի, հարց լուծողը Նիկոլ Փաշինյանն է, ինքը կարծում է Յանից ենկում հարց լուծող չկա, կառավարությունը ինքն է։ Ինչ որ մի պահի Արայիկին էին Հարությունյան նշանակել ինձ արձագանքելու, ինչ որ մի պահի Ռուբենյան, հիմա Արմանին Եղոյան։ Մեզ գնացինք առաջ։ Ես Վահագն Ալեքսանյանն է, չէ՞ հետո։ Հաջորդը Վահագն Ալեքսանյանն։ Ես Վահագն Ալեքսանյանի համար շատ ուրախ եմ։ Վերջապես այդ տղեն մի կարգավիճակի հասավ։ Օրինակ, ի տարբերություն մյուս շատերի է ցուցակում։ Ինքը արժանի էր, մեծ ճանապարհ անցել, ծանր կյանք եւ մանկություն ունեցել։ Եվ չեք պատկերացնի, թե ոնց է ինքը պայքարել, որ հասնի այնտեղ, ինչ կեղտոտ եւ սրբապիղծ ծառայություններ է պատրաստ եղել մատուցել, որ հասնի այս կարգավիճակին։ Եղել է ԲՀԿ-ի fake քշողներից ժամանակին, բնականաբար 2018 թվականի հեղափոխության հետ որևէ առնչություն չուներ։ Այնա որ դուք հեղափոխություն անում եք ինքը կար։ Իրանից ճանաչել եմ 18-ից առաջ, բայց ինքը Նիկոլ Փաշինյանի լավ քննադատներից է եղել։ Մինչև 18 թվականը, բայց հետո ինչ եղավ։ Հետո ջնջեց Facebook-յան էջը, նորը բացեց, նորը բացեց ու ԿՊ-ի ընդունանից այնքան դուրս չեկավ, մինչև իրեն падգամավորի տեխնացուներ արեցին։ Ու այդ ընթացքում կամ դրանից հետո արդեն դրսևորվեց, քանի որ ունի Նիկոլ Փաշինյանի պես ղժղժ ձայն եւ պատրաստ է ցանկացած ինչ-որ մանիպուլատիվ միտք կամ կառույց ձևակերպել, ու իրանք տենց առաջ մղեցին
քանի որ տեսան որ Արդեն ազգային ժողովի փոխվեց։ կարա այդ արժանի է, հալալ է։ Ես ուրախ եմ իր համար, դժվար ճանապարհը Ես հա իրան շնորհավորում եմ։ Այդ ընդունաններից ինքը դուրս էր գալիս։ Մինչև այդ հասավ։ Ղազարյան Ալխաս Աղաբեկի չեմ ճանաչում բացարձակապես։ Ես չեմ ճանաչում, բայց այս վերջերս այնց մինչև ընտրությունները ինչ որ ագրեսիվ Ինչ խորհրդի անդամ է։ բաներից է։ Վարչության ինչ է կոչվում։ Այստեղ կանանց կին քաղաքական գործիչների հետաքրքիր բանել կա, այնց որ հերթափոխել կա։ Դες նախկին կանայք հետ մղվեցին Լենան Եմիսները եւ հիմա այս Ալխասը եւ էլի մի քանի հոգի են առաջնային պլան մղվել։ Կոնջորյան Հայկ Արսենի Սանիկը։ Դե ես երբևէ որևէ հարց չեմ մեկնաբանում, չեմ արձագանքում։ Իմ կարծիքով Վաղուց Կոնջորյան Հայկը ինձ անֆրենդ է արել Facebook-ում։ ինձ էլ արել։ Կինը երկար ժամանակ մնացել էր ֆրենդների ցանկում, ես վերջերս նկատեցի, որ ինքն էլ է անֆրենդ արել։ Իրանց որևէ հարցով որևէ տեղ չեմ։ Ես Հայկ Կոնջյանի նկատմամբ ամենաբացասական սևեռվածություն ունեմ։ Օրինակ վերջնենք նույն Ալենը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը հնաբնակ ԿՊԱ-ականներ են։ Դա հասկանալի է, չասենք հարգանքի արժանի, բայց ամեն դեպքում այդ մարդիկ ի սկզբանե Նիկոլի հետ գալիս են 10-ականների 15 թվից լավ։ Հայկ Կոնջյանը, գիտեք, ինչ որ մոտ հետաքրքիր կերպար է, էլի։ Այն երիտասարդի այն որ ամենահարմար պահից սկսած սկսում են տառապել այդ մոլերանտ լպրծուն կարիերիզմով, այդ կաստում շլվարը գցում են վրենեքը, ուզում են հարմար միտեղ սղացվեն։ Ինքը այդ կերպարն է։ Իսկ սկզբանե ֆլեշի բարսեղի ստրուկտուրայում է նրանց ստեղծած ինչ-որ հայ ազատականների կուսակցությունում էր, ինչ-որ կարիեր Հժամ ասում են, հժամի երեք։ Հժամ։ Հետո տեսավ Լուսավոր Հայաստանը, որ հավակնոտ պրոյեկտեր են ժամանակ Լուսավոր Հայաստանը, որ քաղաքական ակտիվիզմի ինչ-որ վառ դեմքեր հավաքվել էին այնտեղ։ Ես որ Հայկին հանդիպել եմ, որ գա Լուսավոր Հայաստան, ինքը լրագիրում Սունյակ էր գրում եւ նաեւ մի հատ էլ հաղորդում էր նկարահանում, բայց այդ հժամ այդ ժամանակ տենց որևէ բան չկար։ Ինչևից է Սերժի ռեժիմի դեմ երբեք չպայքարած կոնֆորմիստ, մի կարիերիստ, երիտասարդ, որը չգիտես ինչու հանկարծ 2018 թվականին որոշեց, որ ատում է Սերժի ռեժիմը եւ պետք է միանա հեղափոխությանը, գիտեք երբ, ոչ այն ժամանակ, ոչ ապրիլի 16-ին, երբ որ ուսանողներին ծեծում էին Կորյունի վրա, այլ այն ժամանակ, երբ որ արդեն պարզել էր, որ Սերժի ռեժիմը տապալվել է։ Հենց Սերժի ռեժիմը տապալվելու վրա էր, ինքը հասկացավ, որ ինքը հեղափոխական է, բայց երբ որ օրինակ ուսանողներին ծեծում էին, ինքը տունը նստած էր։ Տենց մերժելի կերպար է, ու հիմա ինքը բանալ քաղաքական դիակ դարձավ այս կնոջ աշխատավարձի թեմայով եւ էլի իրան տես թրաֆիկինգի են ենթարկելու, որ հելնի տենց էլի սրբապից մանիպուլատիվ բաներ խոսա։ Ես ոչինչ չունեմ ասելու։ Ջուլհակյան Արուսյակ Թովմասի Արուսյակին ճանաչում եմ Սահմանադրական խորհրդից, նախկին Լևոնական, նախկին Հակական, ոչ բան չգիտեմ, որպես իրավաբան, նախկին Հակական է, նախկին Հակական է Պաստորեն Արուսյակը։ Գիտեք օրինակ առաջին նախագահային ԿՊՄ հատկապես ովքեր են ատում։ Նախկին Հակականները։ Ի՞նչն է պատճառը։ Ոնց հոգեբանական բարդ է։ Օրինակ ինձ կարան ատեն նախկին լուսավորները։ Ատում են էլի։ Ինձ ատում են։ Ինչ որ տես մարդկային նողկալի։ Ինչ եմ արել ես։ Կոմպլեքս է։ Լավ նողկալի է։ Հակոբյան Հասմիկ Արմենին, Ալեն Սիմոնյանի օգնականները, մենակ դա ես գիտեմ, հիմա ԿՊ վարչության անդամ է։ Խեղճ աղջիկը ծանրության մեջ է Ալենի դիրքերի թուլացման պատճառով մամուլում եմ կարդացել։ Քանի որ Ալենի թայֆայից էր։ Հասմիկ Պինդմնա, Հասմիկ դիմադրի չզիջես տեղը, չզիջես պայքարիր։ Խաչատրյան Արմեն Էդմոնդի։ Խաչատրյան Արմենը ոստիկանության նախկին ոստիկան։ Նա Սյունիքի մարզից, Գորիսից, եթե չեմ սխալվում։ Այնց որոշակի ջերմ հարաբերություններ կար հետո։ Ուզում էր Պաշտպանության հանձնաժողովի նախագահ ընտրվի, բայց Նավակ Ճոճողը հաղթեց։ Նավակ Ճոճողն ա լինելու։ Նավակ Ճոճողը թե Օմարի արծիվ է։ Դե հիմա Օմարի արծիվ Նավակ Ճոճողը։ Մանավազյան Արուսյակ Լևոնի։ Չեմ ճանաչում։ Հովանեսյան Արթուր Ղարիբի։ Այդ Արման Բաբաջանյանի մոտ լրագրող ա եղել, չէ՞ Արթուրը։ Պարաթիվում ա եղել։ Պարաթիվում ա եղել։ Արման Բաբաջանյանի մոտ էլ ա եղել, Պարաթիվում ա եղել։ Գիտեք, չէ՞ ինչ։ Ինչ որ իրան գցեցին բաներից, սաղ գծերից գցին։ Այտենց քարտուղար էր, ինչ առաջադրվեց չընտրին ինչ որ։
ասում եմ, մի քիչ թրփոշացածներին։ Էդգար Ղազարյանն ասում էր ակաշները կտրեմ, թե մի քիչ թրփոշացածներին տեղն են գցում Նիկոլ ինչ որ կադրային փոփոխություն անում։ Այն ժամանակ, երբ որ առաջ թիմում էր աշխատում, հիշողության մեջ մնացել է որպես բարեկիրթ, նորմալ, adekvat երիտասարդ, որ իրական կերպարը, բայց հիմա էլ ինքը ամենաանխոնջ Սերժ Սարգսյանի դեմ պայքարողներից է։ հա, ամենա այտենց Եթե իրանք չնեն, Սերժ Սարգսյանը կարա հետ գա։ Իրանք չեն թողում հետ գա ինձ թվում է։ Գիտեք, այս Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ամենաշատը իմ ովքեր են ատում։ Օրինակ ես չեմ ատում, Ես էլ։ բայց իրանց դժվարն եմ էլի ես։ Բայց կարա իր ատեից չես ատում։ Նրանք իրանց դժվարը չեն, ֆիքսի, բայց ատում են։ Բայց այդ նույն Արման Բաբաջանյանը, իր մոտ աշխատած այդ Արտուր Հովանեսյանը, այդ նույն Կոնջորյանը տեղավորված նորմալ է համակարգում ապրել են, հələ իրանցից շատ-շատերն են, օրինակ նույն Բաբաջանյանը եւ մյուսները այտենց արդեն հարմարվել էին, որ Սերժը վարշապետ է դառել եւ այդ համակարգում պետքա շարունակեն ապրել ու 18 թվի հեղափոխությունը այդքան լավ չեն վերաբերվում, բայց հիմա հեղափոխական արժեքների պաշտպան են դառել։ Չամարտիկներն են։ Այո։ Գաբրիելյան, Վիլեն, Կարենի։ Նավակ ճոճողնա։ Ինձ բան արեց, որ այտենց ինքը մանդատը վայր դրեց նախորդ բանի մեջ, տեսար, որ այդ Գյումրիում խմած էր խոսացել լրագրողների հետ, թե խմած չէ, ինչ որ հայոյանքներ մանդատը վայր դրեց։ Ու գնաց ընտրվեց խմբավարության անդամ, եկավ ընտրվեց падգամավոր, հիմա էլ պաշտպանության հանձնաժողովի նախագահ ընտրվում։ Դա ես Վիլենի կենսագրությունից բան չգիտեմ, որքան գիտեմ շատ մտերիմ է թե բարեկամն է Դավիթ Տոնոյանի, չէ՞։ Տոնյանի ինքն էր պաշտպանում ամենաշատը, որ դոնել էին, հա։ Ես իրան վաղուց եմ պաշտպանության հանձնաժողովի հետ ինչ կապ ունի օրինակ։ Ես իրան վաղուց եմ ճանաչում։ Ինչ կապ ունի այդ հանձնաժողովի հետ, այդ թեմայը մի քիչ շատ է ստատուս գրել երևի։ Որտե պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով կա, բան կա, լուրջ բան է, պոզիցիա, որ պետք է։ Ես իրան վաղուց եմ ճանաչում, էլի այդ հակական շրջանակներից էր Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքական, տենց քաղաքացիական ակտիվիստ էր, այդ բոլոր այդ փուլերով պայքարների անցել է, կարելի է համարել լուրջ քաղաքական գործիչ, չէ։ Մնացին կա։ Հիշում եմ ծառայում էր։ Դա իրականում չենք ասում, քաղաքական գործիչներ կան ստեղ։ Չէ, չկան։ Ծառայում էր Ռուբեն Ռուբինյան քաղաքական գործիչ չի։ Ագին հասունացել է։ Դա հա լավ։ Բայց էլ ինքնաբավ ինչ որ գործիչ։ Իսկ Վահագն Ալեքսանյան։ Չէ, դա նա կատարող է։ Նա կատարող է։ Հա, Վիլեն այդ Օմարում էր ծառայում, ինքնան հրճակել էր, հա, Օմարի արծիվ, Օմարը մեր հայրենիքն է։ Ուր է մի Օմարը։ Արտագաղթել է։ Գաբրիելյան, լավ, Ղազարյան Սոնա Արայի։ Սոնային ճանաչում եմ զուտ որպես падգամավոր եւ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում լիբերալների խմբի մեջ, այն խմբի մեջ որտեղ ես եմ եղել, ես ռեկոմենդացիա եմ արել ժամանակ։ Հիմա ինքը Եղոյան Արմանի փոխարեն պետք է ընտրվի Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ։ Եղոյան Արմանին չընտրեցին էլ։ 5 տարիների իր աշխատանքը բանա։ Սոնայի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ոչինչ չեմ կարող ասել։ Ոչինչ չգիտես։ Ոչինչ։ Գիտեմ երկու բան, իրա ժամանակին համագործակցել ենք։ Հա։ Բայց Եվ կա ինչ-որ բան։ Բայց ինչ ասես։ Եղոյան Արման Աշոտի, այսօր կորն ինձ բան ֆիզիկական բնույթի սպառնալիքներ անչեսնեմ բա։ Ասում քաղաքականապես ոտնատակ կտանք բանն։ Եղոյան Արմանը նաև այդ ձեր նվիրված իր ելույթում հեգնում էր մեր հավաքած տոկոսը։ Հա, էլի, հա, Եղոյան Արմանը ասում 0.5% է հավաքի, բան ուրեմն հարավ դու ասես։ Ես ասեմ էլի, օրինակ նույն այդ Կոնջյան հայկի օրինակով Կոնջյանն էլ է հաճախ հեգնում ընդդիմադիրների հավաքած ծայրները, ուզում հիշեցնել, որ նույն 2017 թվականին Կոնջյան հայկին չեն ընտրել, նույնիսկ իր թաղամասում։ 2017 թվականին Կոնջյան հայկը մեր ֆավորիտ տեխնացուն էր, բայց Գուրգիսյան Գևորգը հաղթեց։ Իրան։ Ինչ եմ ուզում ասել, դուք կախար երիտասարդներ, ընկերներ, հասկացեք, դուք քաղաքական 0 եք։ Առանց Նիկոլ Փաշինյանի այդ ձայները, որ դուք հավաքել եք, Նիկոլ Փաշինյանին են։ Ձերը չեն։ Օրինակ ինձ Հայաստանում ճանաչում են որոշակի քանակության մարդիկ, շատ չէ։ Ճանաչում են ոչ թե ինչ որ մատ գործի շնորհիվ, այլ իմ շնորհիվ։ Ձեզ ամեն քայլափոխին են մարդիկ ճանաչում, դուք մեծամասնականով խոշոր համայնքից ընտրված падգամավոր եք։ Եղոյան Արմանը մեզ, ասենք ինձ ասում է դու քաղաքական ձախողակ ես։ Հա, բայց ինձ հասկանում քաղաքական ձախողակի կրիտերիան ո՞րն է։ Օրինակ ես գնացել եմ բանակ, ծառայել եմ 2 տարի զինված ուժերում։ Բանակից եկել եմ։
Սկսել եմ իրավապաշտպան գործունեություն, մարդկանց իրավունքներն եմ պաշտպանել, բանտերում, դատարաններում, գնացել եմ Վարշավայի մարդու դպրոցն եմ ավարտել, իրավաբանական ավարտելուց հետո պետական կառավարման ակադեմիա մագիստրատուրա եմ արել, հետո գնացել եմ Միացյալ Նահանգներում մաստեր եմ արել, Այնքովա։ հետո Human Rights Watch-ում եմ աշխատել, ու այդքանից հետո մեծամասնական ընտրակարգով Վանաձոր քաղաքում 5 տեխնացուի մեջ ընտրություններով հաղթել եմ։ Ինքը որտեղ կարա ընտրվի մենակով։ Չգիտեմ, բայց ինձ ասում դու քաղաքական ձախողակ ես։ Դրանից հետո, եթե մենք չլինեինք, ելք դաշինքը չէր կարա ստեղծվեր ու ԿՊ-ն չէր կարա խորհրդարանում հայտնվեր։ Դրանից հետո ես փակ գաղտնի քվեարկությամբ նաև իրանց կողմից ընտրվել եմ ելք դաշինքի առաջի համար։ Դրանից հետո չլինելով օլիգարխ, չլինելով որևէ մեկի հովանավորյալը, որևէ բան, միայնակ հեղափոխությունից հետո հեղափոխությանը չմասնակցած ուժ, որին քրվում էին իրանք, առանձին մասնակցել են ընտրություններին ու խորհրդանական ֆրակցիա ունեցել։ Մենակ այդքանը բավարար է, որ սենց գիրքը կենսագրականի փակ եմ ասեմ հերիքը, այլես ոչ մի բան չեմ ուզում անեմ։ Նորմալ եղողին ասես, հա։ Դու, դա դրան գումարած 4 երեխաների հայր եմ։ Դու ինչ ես արել, էլի քո հաջողության կրիտերիան որն է, դու որտեղ ես, օրինակ որ ոլորտում է ինքը աշխատել, դու գիտես նախկինը ինքը ինչ է աշխատել։ Մինչև վարչապետի մամուլի խոսնակ նշանակվել հեղափոխությունից հետո։ Ինչ է աշխատել Արման Եղոյան։ Ինքը հին ընդդիմադիր է։ Հասկացանք մենք այնքան հին ընդդիմադիր կա, ինչ է աշխատել։ Որ ոլորտում է ինքը հաջողակ կա։ Խառը մասնագիտություններ ունի։ Ինչ։ Իրավաբան, հնագետ, հա։ Ինչը որտեղ է իրավաբան։ կվանտային մեխանիկա, եթե լավ կատակ եմ ունում։ Եղբայր, չէ, կոնկրետ ասենք խոսքի ինքը որտեղ է հաջողակ, բերի մտցնի մեր աշկա ասենք, լավ աղբյուր կներես, աղբյուր դե մի հաջողակ տղա ես, մենք այդ ձախողված ենք։ Հələ խոսքի գիտես ինչն է, որ մեկը գասեր, ընտրությունների ժամանակ մոտ օրինակ եմ պատմում, գասեն ասում էին, ես 100 ձայն ունեմ, եթե ձեզ միանամ 100 ձայն կգասեմ, եղբայր, մի հատ 100 մարդ պատկերացրու միտեղ հավաքված։ Վիզուալ խնդրում եմ մի հատ միտքը աշկի հետ փակի 100 մարդ պատկերացրու միտեղ կանգնած։ Ասում, այդքան ձայն դու ունես եղբայր։ Հիմա Եղոյան Արման, ինչքան ձայն ենք հավաքել։ 8000 իկարքի ձայն ենք, չէ՞ հավաքել։ Լա 8000 մարդ պատկերացրու։ Արա հասկանում ես մարդիկ, որ 3 հնգեր չունեն։ 2 հնգեր չունեք, արա ասենք խոսում եք հազարավոր ձայն է ստացած մարդկանց մասին։ Ո՞վ եք դուք։ Իհարկե մենք չենք։ Մենք 120000 ձայնել ենք տարել։ 12000 ենք տարել։ Վանաձորի ընտրություններին ենք 10000-ից ավել տարել։ Եկե մեզ եք քննարկում։ Ու ընդ որում չլինելով որևէ հարուստի, որևէ միլիարդատերի, որևէ մեկի հետ էլի եմ պնդում։ Ես այդ որևէ ինչ որ քաղաքական խոշոր դեմքի հետևից գնացող։ Չէ, մենք մեզանով self-made-ը ինչ է, որ ինք իրանով ստեղծված մարդ։ ինքնաշեն ենք մենք։ Ինքնաշեն ենք մենք, ինքնիշխան ենք, լա սկսենք դեղից։ Դա Ես համար մի բան ասեմ։ խոսալուց առաջ մի հատ լվացվի նոր խոս։ Իհարկե մարդկային որակները եւ այլն մենք այդ անձնական տիպներ չենք մտնում, Դա ինչ անջանքում քաղաքականապես ոտնատակ։ Հեսա կասեմ մի րոպե։ Դա ֆիզիկական մունտի սպառնալիք է։ Ես իրանց որևէ մեկին ասեմ ոտնատակ կտամ, գրազ եմ գալի քերեական գործը հետևից կգա։ Իրանք պետքա հասկանան ու երկնքի ճիշտն են, որովհետեւ իրանք առանց իրանց ֆրակցիայի, առանց ԱԱՑ-ի, առանց ոստիկանության, առանց դատախազության քաղաքական զրոներ են։ Եվ այստեղ հիշենք Խարկովի երջանկայի շտաքաղաքապետին Գենադի Կերնեսին, որ ասում էր «Я тебя умножу на 0»։ Այսինքն Եղոյան Արման, մենք բարեկրթության սահմանը չենք անցնում, հորդորում ենք դուք եք մնացեք բարեկրթության սահմանները։ Թե չէ կբազմապատկենք 0-ի։ Ես բան չունեմ ասելու էլ։ Բաթոյան Զարուհի Վալերյանի։ Հա, իրան վաղուց եմ ճանաչում։ Ես էլ ԿՊ-ից գիտեմ, հետո Ես միշտ բացասական եմ վերաբերվել, միշտ, բայց հավանում է իր բանաստեղծությունները, երբ որ գրում էր։ Բաթոյան Զարուհի բանաստեղծություններ ա գրել։ Հա, ինքը հնաբանակ է, իր բանաստեղծությունները հավանում Գոնես է։ մարդը բանաստեղծություն ա գրել։ Եղոյան Արմանը մի հատ բանաստեղծություն գրած, հա։ Բայց իր քաղաքական գործունեությունը ինձ դուր չի գալիս, ինձ վերջին տարիներին ինքը пассив է։ Չկա քաղաքական գործունեություն, ասենք առաջ։ Միքայելյան Սասուն Մեխակի Կոմանդիրը։ կոմանդիրը։ Եղոյան Արմանը մոռացել է, որ Սասուն Միքայելյանն էլ ասում էր վիզիտ եմ կտրելու։ Ոնց որ ոնց նայում ենք, թե ոնց որ բան է, տեղը մա վիզս։ Սասուն Միքայելյանի հետ կապված մի բան պետք է ասենք։ Ես ասեմ, չգիտեմ։ Ասա։ Լավ չեմ ասի։ Թե Սասուն Միքայելյանը հիմա Պասիվ է։
ԵԿՄ ղեկավարն է։ Ուզում եմ ասեմ, որ այդ ԵԿՄ-ն էլ չպետք է լինի։ Հա, ԵԿՄ-ն ինչ է։ ԵԿՄ-ն էլ չպետք է լինի։ Ուրիշ զբաղվում ԵԿՄ-ն ինչ կարա անի, ասեք, այս վիճակով։ Երբ որ Հայաստանի տարածքից հողեր են հանձնվում ու ոչ մի բան տեղի չի ունենում։ ԵԿՄ-ն 2016 թվականին, երբ որ 2-3000 հոգի հավաքվեցին։ Ես մի հատ լայվ ունեմ, որ դե ասել եմ, որ Սասուն Միքայելյանի ապօրինի գույքի բանով խիչ եք բանանում։ Ուսումնասիրություն անում։ Հրազդանում ինչ կա Իրանն է։ Ապօրինի գույք չկա, այդ ապօրինի գույքը բաներին է մենակ վերաբերվում։ Եթե հիշենք 2018 թվականը առաջին լուրջ սկանդալներից մեկը կապված է նրա որդու քաղաքապետ ընտրվելու հետ։ Լա մինչև քաղաքապետն եմ ասում, եղբայր հանրապետական կուսակցության օրոք։ Սասուն Միքայելյանը ինչ է, ով է եղել։ Ապօրինի գույքը Սերժ Սարգսյանը ամենամտերիմ մարդկանցից մեկն է եղել։ կալոնկաներ, մալոնկաներ, ինչ ասես։ Խնդիրը այդ ամեն ինչը։ Դա թալան չի իշխանությունը։ Թալան չի իշխանությունը։ Այսինքն այն որ իրանց հետ է նորմալ է, որ իրանց հետ չի նորմալ չի։ Լսեք, ես այդ միտքը միշտ ասել եմ, հիմա էլ ասեմ, իրանք չէին պայքարում նրա համար, որ երկրում չլինի սաշիկ, իրանք էին ուզում դառնային սաշիկ։ Այսինքն մենք գիտոքում քննարկում ենք նորագույն սաշիկներին, էլի։ Տեխնոլոգիական, տեխնոսաշիկներին։ Տեխնոսաշիկներին, AI սաշիկներ, AI սաշիկներ։ AI սաշիկներին։ Գաբրիելյան, Սիսակ Արմենի։ Մեր նախկին գոլեգան, Սիսակին շատ լավ եմ միշտ վերաբերվել։ ես սկսել եմ վատ վերաբերվել, երբ որ ինքը մտավ քաղաքականություն, Ազատություն ռադիոկայանում լավ լրագրող էր։ Ունես դու տենց իրավունք։ Դուխով լրագրող էր։ Ինտերվյուներ եմ տվել շատ Սիսակի։ Ես եմ տվել։ Բադասյան, Նազելի հրաչ։ Նազելին եմ լիքը ինտերվյուներ տվել Գյումրիից։ Բայց եկեք մտ Վարչապետի մամուլի խոսնակն։ ռեկլամներ պաուզա էլ եմ իրոք բանան։ Այս բոլորը Թունյան Բաբկենեդիկի։ Լավ ասա։ անունները մենք տալիս ենք։ Գործիչներ չեն մեծ մասը Սասուն Միքայելյանին հանած կատարողներ են։ Կատարողներ են։ Մեծ ուժ է եղբայր։ Դա գործընթաց է։ Հնով էլ ասա եղբայր սա գործընթաց է։ Որ մեմեր դառը ուժ եղել։ Եղբայր սա գործընթաց է։ Այդ միջալ ԿՊ ամենանորմալ մարդկանցից մեկն է։ Հա, շատ բան։ Բակի անունը չեմ հիշում այս Դե հիմա եղբայր սա գործընթաց է։ Հիմա այս գործընթացի մեջ օրինակ հիմա մենք հիմնական քաղաքական դեմքերին քննարկեցինք, այլ է իշնենք տնանք ով կա։ Հարությունյան Քնարիկ Համլետի չեմ ճանաչում, Վարդանյան Արաքսյա Պողոսի չեմ ճանաչում, Լևոնյան Լևոն Գագիկի ճանաչում ես։ Գասպարյան Տաթևիկ Մաթեվոսի, Թունյան Բաբկեն Էձիկի, մի անգամ Բաբկենին անդրադարձել ենք մենք։ Կարիք կա Բաբկենին էլի անդրադարձել։ Այսինքն այդ տոկոսի հետ կապված ինչ որ Եղուանին ասացինք, նույն թեմայով էր ինքը մեզ քննադատել։ Հա։ Իրա պատասխանը տվել ենք։ Տվել ենք պատասխանը։ Իդեպ Թունյան Բաբկենն էլ էլի նույն մարդկանցից էր, որ սերժական պարադիգմայի մեջ այդ ճոխ բառ օգտագործեմ հանգիստ ապրում էր։ Այնքը բանն էլի Վլադիմիր Վարդանյանի հետ կարա հավասար գնա։ Վլադիմիր Վարդանյանը ՍԴ-ում տեղավորված հանգիստ ապրում էր։ Մեկի հեղափոխությունից հետո դառավ հակասերժական, նախկինները, այտակակները, գեդին է մտնեք դուք, բան տենց դառավ պետայրավականի նախագահ, հիմա էլ բանում է, ՍԴ անդամ է։ Ծամարական դատարան ինքնավորոշ բան է, մի որոշում։ Սերժական պարադիգմայում նորմալ ապրում էին 168-ում տնտեսական լրագրող էր, հիշում եմ, ես իրան երբ եմ առաջին անգամ քննադատել։ Հիմա եթե ինքը չլինի, Սերժանք հետ կգան, գիտես։ Հա։ Եթե Բաբկենը Թունյան չլինի, Սերժանք կոնկրետնի հետ կգան։ Կարեն Կարապետյանը նոր էր Ինքն է պահում։ վարչապետ նշանակվել է այդ ժամանակ էլի։ Տենց որպես ընտրյալ Կարեն Կարապետյանից հարցազրույցներ էր վերցնում, որ այս Կարեն Կարապետյանի կառավարությունը քննադատում է, ասում է, «Խին, ունեք ինչ ես տալիս հարցազրույց, իրան տալիս»։ Լուրջ ես ասում։ Ընտրյալ լրագրող էր էլի։ Ընտրյալ։ Գնացինք Կարո՞ղ 50-ի դատի տան մեզ։ Թող տան։ Դավոյան Արփինե հրահատի։ Նա քաղաքական կլասիկա, քաղաքական խոշոր ֆիգուրա։ Խոշոր ֆիգուրա, Արփին։ Նրա անունը կարելի է դնել Հաննա Արենտի, Շարլ դե Գոլի, Նելսոն Մանդելայի, Նելսոն Մանդելայի, էլ ինչ հայտնի կին կա, Բենազիր Բհուտոյի, Պակիստանի կին վարչապետը, սպանեց։ հա, նրանց կողքին։ Անցնենք առաջ։ Ինդիրա Գանդի, Բենազիր Բհուտո, Հաննա Արենտ, խոշոր փիլիսոփա եւ Արփի Դավոյան։ Ան լավ, քուն հին ընկերներից է։ Սիմիզյան Հակոբ Կարապետի, նախկին բնապահպանության նախարարը, որը եկավ էլի պատգամավոր։ Այդ ՕԿՊ քարտուղար էր նաեւ։ Երբ որ Լիլիթ Մակունցը ԿՊ ֆրակցիայի ղեկավարն էր։ Հա, էլի քաղաքական մտքի տիտան։ Դու մտել եղել ես, չէ՞ այդները։ Չէ, տեսարան լավ։ Սա ընթեղել ենք, բայց մի անգամ ոնց որ երկու անգամ սուրճ ենք խմել։ Լավ։ Սաքսյան Գարիկ Մնացականի։ Ուիս։ Գարիկը չի վեդի։ Դա կոկորդիլոսի թեմայով հայտնի դարած։ Նոր կյանքի։ Հա մեկ էլ ինքն է ինչ որ ստատուսներ գրեմի հետ կապված։
Կարիք ինչ կա։ Պարոն Մարկյան, ինչ անի բա, ինչով զբաղվի։ Ջերա բան չես։ Ինչ անեն։ Ղալումյան Վահե Վալոդյայի։ Որովհետեւ ընտանեկան կլանի ներկայացուցիչն է։ Ղալումյան Վահեն է, որ հետևից եկավ խփեցից։ Որ ասում է հետևից խփողը հետևից։ Ասպետ, էլի ասպետ։ Ասպետական բավ։ Այսինքն այդ Շամշադինի այդ նիկոլական կլանի ներկայացուցիչներից է։ Սասունի հետ կրվի ժամանակ բոլորին մենք դեմից էինք էլի խփում։ Հետևից ուդար։ Այդ Նույնիսկ հետո վիդեոով եմ տեսել։ Հա քպական խուլիգաններից մեկն է էլի։ Գնացինք առաջ։ Բադալյան Լուսինե Խաչիկի։ Իրան խնդրում եմ վադման չասեք։ Չէ, բանն է, որ առողջապահության հանձնաժողովի նախագահը դառնա։ Հա, Լուլուն հրաշալի աղջիկ։ Բագրատյան Սերգեյ Պապաշի։ Բագրատյան Սերգեյը դե ԲՀԿ-ից է։ Նախին ԲՀԿ-ական։ Ուժեղ ԲՀԿ-ական էր, հիմա ԿՊԱ-ական է, Ծառուկյան Գագիկին նստացրել են։ Ինքն ասում է նորմալ բանա գետնին պարկացնել, իմ տղային էլ են գետնին պարկացրել։ Կա սուս մնա, չէ, ասենք, բայց իտոկը մարդ հարազատում է Ծառուկյանին գետնին պարկացնել։ Ագոնե սուս մնա, ձեն մի հանի։ Սուս, ասա ես կաշկանդված եմ, իր հետ եմ եղել, ման։ Չի լինում, ես չեմ սկանում։ Ձև չկա սուս մնալ։ Հիմա ես ոնց ասենք Կոնջյան Հայկի թեմով բան չեմ ասում։ Չէ։ Ասենք չի կարա ինքը ասենք Ծառուկյան, ասենք որ նորմեր, ինչ որ էթիկա, բարոյական ինչ որ բան չկա, ախպեր։ Այստեղ մարդ բաց թողեցինք կարևոր։ Մի րոպե։ Մինասյան Սարիկ Սամվելի։ Մենակ Սարիկի թեմայով։ Սարիկ եղել է ռեյտինգը, սա հենց ես Սարիկը լուսավոր Հայաստան, Սարիկը լուսավոր Հայաստանից երբեք լոկալ գործիչների մասին երբեք շատ բան չգիտեմ։ Նա Գյումրեցի գործիչ էր, չէ՞։ Հենց Գյումրու համատեքստում, համապետական չէր, բայց այն ժամանակ վերաբերմունքը վատ չէր, բայց այս վերջին շրջանի իր վարկագիծը դատապարտել է, ընդհանրապես էս ամեն ինչի մեջ ներգրավելը, ԿՊ տեխնատու դառնալը հետ գնացեցից հետ գնալը ընդհանուր դատապարտել է, իմ կարծիքով ամոթալի է ու ափսոս Կարծես քանի որ ոչ մի սպասելիք չունեմ ես այս ուժին, ես ընդդիմությունից սպասելիք կարայի ունենայի, էլի, որտեղ մենք ընդդիմություն։ Այս մարդկանցից ոչ մի սպասելիք չունեմ։ Ոչ մի բան չեմ սպասում, ոչ մի լավ բան, ոչ մի վատ բան բնականաբար սպասում եմ ամեն օր են անում վատ բան, բայց ընդհանրապես Մինասյան Լիլիթ Համբարձումի, ինչ էր ասում։ Հիմա որ այսպեսի մոտ միտք ասեմ, ինձ կմեղադրեն, բայց ամեն դեպքում ասեմ էլ, ես բոլոր մարդիկ պատանդ են էլի։ Իրավիճակի, իրանց խրվածության, շահերի, իհարկե իրանց ընտրությունն է, բայց մեծ հաշվով իրանք են իրավիճակի պատանդը։ Ես ու դու էլ ուզենք, կարանք ես ցանկի մեջ չունենք։ Իրանց ընտրությունն է, էլի հարց չկա, իրանք են համաձայնվել լավ ապրեն, $118,000 աշխատավարձ իրանց կնանիք ստանան, եւ իրանց ընտրությունն է, բայց մեծ հաշվով իրանք են այդ Նիկոլի բանն են էլի, պատանդները։ Մինասյան Լիլիթ, Համբարձում։ Ինչ ասես։ Մինասյան Լիլիթին որ հարցնես, ինքը բանն է էլի։ Բենազիր Բհուտո, հայել այդ գծի մեջ է։ Բենազիր Բհուտո եւ Ինդիրա Գանդի խառնուրդն է։ Բայց հա, թող տենց մտածի ինքը։ Խանդանյան Սարգիս Հայկի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Հայտնի ժողովուրդը, Arm-Comedy ինչ որ հումորային հաղորդում ժողովրդի մայքով ինքը խոսում է։ Arm-Comedy լրագրող է։ Arm-Comedy, հա։ Լրագրող է, ինչ-որ պարլամենտում ցույց արեցին իրանք։ Civinet-ի լրագրող։ Civinet-ի լրագրող է։ Պողոսյան Մարիամ Աշոտի, Պարոն Արքան կարծում եք արժի է գնալ։ Գնալու Վերջ մարդը չի երկու ճանաչում։ անգամ Չեմ, ով է Մարիամը։ Վարդանյան Ծովինար Գևորգի, ես Ծովինային ճանաչում եմ։ Ծովինարը։ Հա, ոնց որ հա իրա։ Մինասյան Նատալի, մի րոպե, Սինորյան Նատալի, Կոնջյան Հայկի օգնականն էր։ Արամի падգամավորը դա։ Ինչ թազախաշաթը օգնականներին падգամավոր դարձնել։ Դե կանանց քվոտա կա, կանանց քվոտան լրացնելու համար։ Ինչ թվում է բավարար է այս մասով։ Ամոթալի է, անհեռանկար է։ Ինչ Ժորժ ջան, որ մեզ ասում եք ԿՊ-ի ցուցակը քննարկեք, հաշվի առեք, որ ԿՊ-ի ցուցակը քննարկելու կոնտեքստը մենք որ չենք որևէ լավ բանի ակնկալիք սպասում չկա հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, մեր պետականության արժեվ ծառացած որևէ խնդրի վերաբերյալ ինչ քննարկենք, ինչ ասենք այս մարդկանց։ Ես մատ որպես դրական օրինակ բերեմ, իհարկե շատ փոքր եմ եղել, Գերագույն խորհուրդը չեմ տեսել։ Ես ռադիոյով լսում եմ։ Բայց իմ կարծիքով իմ տեսած լավագույն խորհրդարանը, ասես ռետրոսպեկտիվ ասեմ, 5-րդ գումարման խորհրդարանն էր։ Այնտեղ կար Էդմոն Մարուկյանը, կար ՀԱԿ-ը, Ժառանգություն։ հա, Ազատ դեմոկրատները, Ժառանգությունը, Ալիկ Արզումանյանը, Կոկոբելյանը, ձեզ ասեցի Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջանգյանը եւ այդ Բագրատյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը գիգանտ այն ժամանակ այդ խորհրդանին էլ էինք հեգնում։
Դաշնակցության ֆրակցիաները լավ է, Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Ավան Վարդանյանը մանդատը չի։ Այդ 5-րդ գումարման խորհրդանի համեմատ այն ինչ որ հիմա մենք մի քանի օր քննարկում ենք խորհրդանը աղետ է այս խորհրդարանը Վերջինաշով Առաքելը Մովսիսյան կար։ Ես մի բան ասեմ Շմայսը այսօր ես ասենք նայում ասեմ Շմայսը գոնե ինչ որ բան կար ինչ որ թողեք ասեմ ասա Շմայսը ինքը չէր կեղծում ինքը քուչում էր Շմայս բանակում էր Շմայս խորհրդանում էր Շմայս դա խնդիրը Շմայսին խորհրդան բերողներն են ես Շմայսին ավելի շատ եմ հարագում քան օրինակ Կոնջորյան Հայկին այդտեղ երկրորդ կարծիք չկա որտեղ ինքը չի կեղծում կեղծ տերմինա կող չի անում իբր ես գրագետ եմ ինտելեկտուալ եմ բայց պատրաստ եմ ամենա սակրալը վաճառքի հանել ինչ որ մատ շահ ստանալու համար Շմայսը այդպեսին չէր Շմայսը ես մի բան եմ ասեմ էլի այդ Արթուր Հովհաննիսյանը բան որ այնպես ագրեսիվ տղեկ են չէ ականջները կկտրեմ օրինակ դուրսը իրանք կարան իրանք տենց բան չեն կարա բան բայց Շմայսը երբ որ տենց բան էր ասում ինքը սաղ տեղին է տենց էր ասում Շմայսը այն բանն էր ուժեղ որ ասում լայն գադին ասա գա հենա որոնց քազաշավի ժամանակ ասֆալտյանի մի հատ ասֆալտանող է նա ասում Շմայսը էդ էր բայց գոնե Շմայսը գիտենք Շմայսը դուք ով եք այսինքն ԱԱՑ-ի դատախազության հետևը քողարկված չգիտեմ ականջ կտրողն այռուծներ եք այռուծ էլի ոտնատակ կտան դու կարաս ոտնատակ դու կարաս ոտնատակ տաս գիտես ի՞նչն է բանը դա ֆիզիկական մտից բայց մեկին լայվ անեմ ասեմ ոտնատակ կտան այս Նիկոլը Դատյա տվեր սախաշինները կալանքի տակա օրական դահակից նամակ եմ ստանում հերթով կալանքի տակ են դնում ինչ կա ասենք ես լայվ անեմ ասեմ մեկին ասեմ ոտնատակ կտամ 2 րոպեից կկալանավորեն ամեն ինչ անում են պրովոկացնեն որ մի հատ բան սարքեն գլխներից բռնեն թող մեր հետևորդներն իմանան մենք կուրսի ենք իհարկե հետաքրքիր կլներ իրավական process սկսել բայց ես այդ միտքը ասացի էլի շատ փոքր են էլի դա չես ուզում հետներս ասած թաթախվես դե եղբայր ջան չենք է թաթախվում մենք մեր ասելիքն ասում ենք շարժում առաջ նայց չի որևէ բան մենք մեզ բարձր ենք պահում մեծ հաշվով ոչ մեկին էլ ոչ մի ձևի անձնական վիրավորանք չենք տալիս ում էլ որ քննադատում ենք իրականում ինչա քննադատում ես ումից ինչ որ ակնկալիք ունես հիմա լավ ժողովուրդը գնացել է պարլամենտը ձևավորել է ինչ անենք ասենք չենք տեսնում իրանց իգնոր անենք տոտալ այս ձևիա ձևավորել ժողովուրդը այս պարլամենտը մենք գնահատում ենք ժողովուրդ ջան ոչ մեկ թող չնեղանա այս երեք ֆրակցիաները եթե համեմատենք որն ավելի լավ է գիտես օպոզիցիան նենց մարդկանց է բերել խորհրդարան որ ԿՊ-ի շատ падգամավորներ ակադեմիկոսների դեմքով են ման գալիս այդ տարածքում որովհետև հասկանում ես չես կարող ասես որ բանը ընդդիմության падգամավորները ասենք ուժեղ падգամավորներ են կա դառնան ինչ որ բայ բայց կարծես Նայում եմ էլ ինչ են խոսում։ Ինչ նշանակում դառնան։ Այս մեր երկիրը փորձադաշտ է։ Հա ու էտա իմ խնդրեմը էլի կարծես որ ասենք նայ ասենք ասում են թարմ են, նոր են, հիմա կսովորեն, բան այնտեղ Ավան Վարդանյանը իր մանդատը չի դնում որ հետևից մարդիկ մանդատ վերցնեն։ Մենակ Բորիս Մուրազին բազմաթիվ անգամներ ինձ թիրախավորել է ինքը բան չէ։ Բորիս Մուրազին գնում էր դեբատներում կռիվ էր տալիս ու ամենալավ դեբատների ժամանակ ամենալավն էր հանդես։ Նպատակված տղա է ամենը, ճանաչում։ Ու հիմա դա Բորիս Մուրազին չի դարձել падգամավոր։ Падգամավոր չի։ Չէ։ Ես գիտեի падգամավոր է։ Չէ, ասենք Քոչյանի ցուցակում, ասենք ինքը իրան եսի մուր են գցե։ Ասենք խոսքի ինչի համար։ Վերջը Ժորժ ջան, պետք է ամփոփենք հաղորդումը, եթե ուրիշ առաջարկներ ունեք այս ցուցակներից էլ ինչ որ մարդու անդրադառնան ու կանդրադառնանք, այսօր այսքանն էր, կոմենտներում անպայման արձագանքեք, ձեր մտածումները գրեք, մենք ձեզ կշարունակենք լուսաբանել։ Խորհրդանում process-ներն ընթանում են, այս պահին, որ մենք նկարահանում ենք, արդեն 2 փոխոսնակներ են ընտրվել, ամենայն հավանականությամբ երևի ընդդիմության փոխոսնակն էլ կընտրվի, որտեղ շատ բարեկիրթ են շփվում իրար հետ, Արամ Վարդևանյանն ընդդիմության փոխոսնակի տեխնացուն, այս պահին դեռ այդ քվեարկության արդյունքը չունենք, դրա համար այդ հարցին չենք անդրադառնում, բայց ես անկեղծ ասեմ, բացարձակապես էական դա ոչ իման չի փոխում։ Հիմա անցած խորհրդանում իշխանը Սաղաթելյան ընտրվել էր եւ ինչ։ Հետո հանձնաժողովներն են ընտրելու եւ հետո գալու ամենահետաքրքիրը Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրով գալու է խորհրդարան, ծրագիրը ներկայացնելու է, իրանցելու են բարեկիրթ падգամավորները ընդդիմադիր հարցեր տան
ինքը բարեկիրթ պատասխանելու այդ падգամավորներին եւ շոուն հիմնական սպասվողը տեղա լինելու։ Մի բան Սպասեք այդ շոուին եւ մենք դա բնականաբար ձեր այդ հաճույքից չենք զսկի։ Այստեղ էլ է էլի падգամավորի գործառույթը բովանդակությունը ձևախեղվել է։ Այս Հայաստան դաշինքից հիմնականում սկսվեց 21 թվականին, երբ որ խորհրդանը ձևավորվեց, որ ոնց որ լրագրող են դառել։ Ստատիստներ են, վիճակագիրներ են։ Նայում են, Հարց են տալիս, մա Տիգրանաշեն է հանձնելու, Արա եղբայր, հա, մեռան քարոզաշար վաղտ ասելով, որ ադրբեջանական հողեր են վերահսկում։ նայում են հետքը։ Հանձնելու են, դու բա ունես ասում։ Հետքը կամ ազատությունը ինչ հետաքննություն են արել, գնում են կարծում են, դա հարց են տալի։ Եղբայր, падգամավորի աշխատանքը այդ չի։ Պատգամավորը կամ քաղաքական ինքա գեներացնում կամ ինչ-որ օրենսդրական նախաձեռնություն է բերում, հետքի նյութերը մենք կարանք օգտագործենք։ Իրենք լիազորություններ ունեն հետաքննություն անելու։ Եվ Նշանակում։ մի բան է արձանագրել։ Որ մարդ ճուզում իր գործը անի, այդ ստացած 800,000 1 միլիոն դրամ ես հիմիչերի դիմաց տենց անի։ Եվ արձանագրենք էլի, որ ինտելեկտուալ տեսանկյունից այդ ցածր միջավայրը ինչ էին քննարկում թուրք տեսել ես, չես տեսել։ Դա չկա տեսել։ Այն մեկը Մարիա Կարապետյանի հետ Ռուբինյանը ասել Թուրքիա, թուրք չի տեսել։ Ասենք դա ինչ հարց է, էլի, ասենք թուրք տեսել։ Այն մեկն է Մարիա Կարապետյանի 10 տարի առաջ ադրբեջանցիների թրեյնինգի է մասնակցել, հիմա Մարիա Կարապետյանին քննարկելով, ասենք հասկացա։ Չէ, լսի, որ դու ադրբեջանցիների թրեյնինգի մասնակցել ես, տենց հարց կա, 10 թուրք տեսել ես։ Ախր դու որ այդ թեմայի մեջ ես, դու ուր ես այդ հարցը։ Իրանց ինչ նշանակում թուրք տեսել։ Կամ ինչ է նշանակում, հա, էլի, հա, թուրք, չէ։ Բենով էր ասում կանտով կենից ձև էր թուրքերի։ Կամ այդ հայրենիքի վուլգարացումը թեմա։ Լավ, ջան, այսքան է այս անգամ։ Դա մնացեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։